Մատնաքաշը գյուղի տնական պանիրը, կանաչին լոլիկը, սա ինձ ավելի իդեալական բան, այս բրդուճը, այս մեծ սիրուն առանձնատանը վայելելն է։ Ստեղ մի հատ ընտիր հայաբարի քեֆ է կազմակերպում, մեծերով գցվում եք այս լողավազանի մեջ, փոքրերի համար էլ այստեղ ունենք հանգիստ տեղեք, երեխեքը չեն մրսի, տաքացվում է։ Այն անող դնող կանանցով հավաքվելու եք այս մեր տաղավարում, 20-ից 25 հոգու համար նախատեսված ու պատրաստություն եք տենալու։ Հետներդ հաստատ խառը կանաչի բերել եք, կգա կմաքրեք ստեղ։ Էլ ինչ հայ տղամարդ, որ խորոված սարքել չի մանան, հենց որ ձեր տղամարդաս բերում եք այս մեր մանգալի մոտ, ասում եք ձեր համար համով խորոված սարքել, սոխը թող շատ անեն, էլի այս մեր հայ ջահելների ամենասիրած տեղն է, որովհետև հենց բարեկամները սկսում են ամուսնանալու թեմա տանել, փախնում են ստեղ, բոլորից առանձնանում են, որ այդ հարցերից բրծնեն։ Այն ամբողջ կյանք Ռուսաստանում ապրած մորքուրն եք, չէ՞, սաղոր Սարատով ասելով մանա գալիս, մի հատ էս հյուրասենյակը ցույց կտակ, հայի ճաշակը ցույց կտակ, այս հատվածում ընտիր խոհանոց ունենք, ստեղ դե ինչ ենք պատրաստելու, սպասքը տրամադրում են իդեպ։ Իհարկե հայկական ավանդական սուրճ կապ չունի, որ մենք չենք հորինել սուրճը։ Այսինքն 3 հատ ընտիր ճաշակով կահավորված ննջասենյակ ունենք, այս տանը մինչև 10 հոգու գիշերակաց, ում բախտը բերես կգիշերի այստեղ։ Տեսեք, այս պատշգամբը բաց, ստեղից էլ բացվում է տեսարան դեպի հայկական ծառու թուփը։ Այս Սարատովից եկած մորքուրի աղջկա հետ է եկել, որ հարցնելու է, ու վասից վաննայի կոմնատա, դա у нас всё есть, посмотри, իսկ для бронирования Дмитрия Амаранца.am